Բնավ քեզ չեմ թողնի։ Բ օրինաց 31:8 Եվ քո առաջից գնացողը նույն ինքը Եհովան է, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողի և քեզ չի ձգի, մի վախենա և մի զարհուրիր։ Մարդիկ կարող են լքել քեզ, բայց Աստված երբեք։ Քեզ չեմ թողնի, քո կողքին կկանգնեմ, մինչև վերջ քեզ հետ կլինեմ, մինչև իմա կողք կողքի։ Սրանք խոսքեր են, որ մենք մարդիկս օգտագործում ենք մեր պատրաստակամությունն ու հավատարմությունը հայտնելու մեկս մյուսին։ Բայց մարդը փոփոխական է, ունի թերություններ և կատարյալ չէ։ Գրեթե բոլոր ամուսնական զույգերն են այս խոսքերը ասել մեկը մյուսին, լինել հավատարիմ մինչև իմա, բայց այսօր գնալով ավելի է աճում ամուսնալուծությունները, շատ ընկերներ, որոնք ժամանակին այս խոսքերն ասել են մեկը մյուսին, երբեմն կանգնել են փաստի առջև, որ այլևս ընկերներ չեն։ Բայց կա մեկը, ով ասում է այս խոսքերը բոլոր իրեն հավատացողներին, և նա պատրաստ է կանգնելու իր խոսքի ետևում։ Նա այս խոսքերը իրականացրեց Պետրոսի կյանքում, երբ նա ուրացավ իրեն, ասելով, թե չի ճանաչում։ Վստահ Պետրոս առաքյալը շարունակում էր նույն մտքին լինել, երբ նրան բանտարկեցին և պատրաստվում էին սպանել։ Անհանգստանալու փոխարեն նա հանգիստ քնած էր, երբ Տիրոջ հրեշտակը եկավ ազատելու իրեն։ Այս խոսքերի իմաստը շատ լավ էր հասկացել նաև Դավիթը։ Նա իր կյանքում շատ սխալներ էր գործել և շատ գործերի համար էր ափսոսում, բայց նա հասկացել էր նաև մեկ բան, որ Աստված երբեք չի թողնի իրեն։ Եթե անգամ մահվան շուքի ձորի մեջ էլ քայլի նա, հեսուն խոստում էր ստացել ամենակարողից, որ իր հետ է լինելու, ուր էլ որ նա գնա, և ամեն նոր պատերազմից առաջ նա իրեն հիշեցնում էր այս խոսքերը, որ Աստված մեզ չի թողել, նա մեզ հետ է։ Սիրելի հոգի, ծանր իրավիճակները և կյանքի դժվարությունները երբեմն խանգարում են մեզ, որ հավատանք այս խոսքերին։ Սատանան էլ իր հերթին է փորձում տարբեր կերպերով մեզ խաբել, իբրև թե Աստված մեզ թողել է, բայց նա երբեք սուտ չի խոսում։ Նա ասել է, որ քո կողքին է և երբեք քեզ չի թողնի, ինչպիսի իրավիճակում է լինես, պարզապես հայացքդ միշտ նրան ուղղված թող լինի, ինչպիսի իրավիճակներով էլ հիմա անցնես, վստահ եղիր, որ Տերը քեզ հետ է անցնում այդ ամենի միջով։ Սաղմոս 94:14 Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովուրդը և չի թողում իր ժառանգությունը։ Ամեն։